Ժողովրդյան, ուրեմն կուզենայի քիչ առաջ մի հատ թեմա լսեցի Անդրեի, Անիի այդ բաժանման հետ կապված։ Իրականում մեր հայերը երևա շատ պարապ ժողովուրդ են։ Ու ինչն է պատճառը, որ այսօր մարդիկ վերցրել են Անիի ու Անդրեի թեման ու սկսել են ամբողջ ազգությամբ դնել, վերցնել, անիծել։ Մեկը կանիծե, մեկը Անդրեին կպաշտպանե, մեկը Անիին կպաշտպանե։ Երեխեք ջան, դուք չգիտեք, որ մենք շատ ուժեղ բոլորս արյունակցական կապ ունենք թե Անիի, թե Անդրեի հետ։ Հմիքսեք ինչ արյունակցական կապ։ Բոլորիս համար Հիսուսը իժա արյունը թափել է, որպեսզի բոլորս ունենանք հնարավորություն հավիտյան ապրելու։ Չեղավ արյունակցական կապ։ Անդրեն իմ աղբերս է, Անին իմ քուրս է։ Անդրեն քո աղբերդ է, Անին քո քուրդ է։ Դե հմիտպես դիտարկեք ու դատարեք քննադատելուց։ Արեք բարձրացնենք մեկս մյուսի ժողովուրդ ջան։ Քեջ մտածել եք, ինչ կեղնի, եթե ինչ վիճակի մեջ պիտի հայտնվին այն մարդիկ, որոնք մի ակտիվ կպամպասեն ու հանկարծ իմանան, որ Անդրեն ու Անին միացել են, միաբանվել են։ Ժողովուրդ ջան, ինչի չեղնենք ընտանիքներ կառուցողներ։ Հում ընտանիքի մեջ կռիվ չի եղել։ Հում ընտանիքի մեջ անախորժություններ չի եղել, որ սիրող զույգերը ինչ որ ժամանակ իրարից չեն բաժնվել։ Մարդկանց թեմա է պետք, որ վադաբանեն մեկը մյուսին, բայց հիշեք երեխեք, դուք չեք ենողը, սատանան է, որ կօգտագործե մեզի, որպեսզի վատ սերմեր ցանենք։ Հիշեք, երբ որ մարդուն կկրագես, զենքը կրնա վրիբե, մարդուն չկպնի։ Բայց խոսքը երբեք չի վրիբե, խոսքը ամենաուժեղ զենքն է, որի միջոցով կրնաս մարդուն և սպանես և կենտանացնես։ Այսօր սատանեն համացանցերի միջոցով կուզե սպանե և Անիին, և Անդրեին։ Ես դիք կտեսնեմ շատ ուժեղ ոչնչացում կեշտա, ընկած է էդ երկու արարածների հետևից սատանեն ու թևերը։ Ուղղակի արեք այսօր բոլորս միաբանությանը մեջ համախմբված աղոթենք ու չախճախենք սատանայի գլուխը Հիսուսի զորավորանով ապաշխարություն հռչակենք այդ ընտանիքի վրա, որպեսզի իրանք միավորվին ու իրանց երեխեն մեծնա լիարժեք սիրող հոգատար ծնողների կողքին, չէ՞ որ իրանք ունեցել են այդ սերը։ Էս է ընթացք է, հավատացած եղեք, որ Աստված միշտ թույլ կտա, որպեսզի մեր ընտանիքների մեջ կան նաև պառակտումներ ու վեճեր։ Ինչի՞, որովհետև եթե դու այդ ճամփով չես անցնի, ինքս այնքան շատ եմ անցել։ Իմ ամուսնուցս այնքան եմ բաժնվել ու միացել, մինչև որ մահն է մեզ իրարից բաժնե։ Այնքան ենք մենք իրարից բաժնվել ու միացել, ինձ քսեյներ մի միացի, չգիտեմ ինչ, բայց մենք միացել ենք ու զգացել են, որ խոսածողներն են վադամաշ եղել, մենք իրար էլի սիրով ու լավ ենք եղել։ Դրա համար խոսածողներ, սիրելի Հիսուսի հրաշք բալիկներ, մի բամբասվեք, որևէ մեկին, Հիսուսը բոլորիդ համար է իր արյունը թափել, բոլորիդ շատ կսիրե։ Արեք մենք մեկս մյուսից բարձրացնենք, Հիսուսի գալուստը այնքան մոտ է։ Փոխանակ ձեր ուշադրությունները կենտրոնացնեք ձեր փրկության վրա, ձեր ապաշխարության վրա, ձեր ազատագրման վրա, ձեր բժշկության վրա, ձեր ու Աստված փոխհարաբերության վրա։ Փոխանակ շատ ժամանակ անցկացնեք ձեր սենյակի մեջը, մտնիկ, աղոթեք, Տիրոջ ներկայությունը զգաք, իմանաք ձեր հարցերի պատասխանները։ Ընկերեք, քննարկեք, թե Անին ու Անդրեն ինչի են իրարից բաժնվել։ Բաժնվել են, եկուցե կնա կմիանան։ Երեխեք ջան, ինչեք խառնվել իրար, ժողովուրդ ջան։ Իրանք էլ են մեր ընտանիքը, իրանք Աստծո երեխեքն են։ Օրինակ, այսօր ես կլսեի Անդրեի խոսքերի մեջ շատ հաճախ Աստծո անունը կհնչեցվի ու կերևա որ ինքը հոգևոր գիտություն ունի ստացած։ Այդ համար սատանեն ընկած է իր հետևից։ Ու Աստված իմ մեջս շատ ուժեղ դրել է այդ երկուսին, որպեսզի իրանց ընտանիքի կողքը կանգնեմ։ Մեծ ուրախությամբ կուզենայի նաև իրանց ընտանիքի հետ երկեի ու փառաբանեի Հիսուսին ու բոլորիդ հետ միասին երկեինք, փառաբանեինք Տիրոջը ու իրանք ու շատ երկիչներ, օրինակ Մեգե Հասմիկ Կարապետյանի երկերը շատ կսիրեմ, իր այությունը շատ կսիրեմ, շատ կուզենայի որ բոլոր երկիչների ու երկճյուրիների հետ փառաբանեի Հիսուսին։
Օրինակ, որը կրնայինք երգեինք, Հիսուս երգը, մեկ քանի տող երգեմ, տեսեք կստացվի մոտս որ միանամ իրանց ու փառաբանենք Հիսուսին։ Ժողովուրդ ջան, ես կհավատամ որ լավ բերնի, դի վերականգնվի այդ ընտանիքը։ Դուք էլ հավատացեք ու այսօր կաղոթեք։ Միամ Հիսուս երգը երգենք, կարճ, ժողովուրդ ջան, փառաբանենք Աստծուն։ Դուք են դիսեք ես կրնամ Անի ու Անդրեի հետ երգեմ, փառաբանեմ Հիսուսին բոլորս միասին, թե չէ։ Հիսուս երգը երգենք միասին։ Մեկ անունքա երկրի վրա, որ փրկում է մեզ, վեր է այն և շատ հզոր, Տեր Հիսուս Քրիստոսն է նա։ Հալելույա։ Սկանը ժողովուրդ ջան, ձիգ թվար կրնանանք միասին, բոլորս միասին փառաբանենք Հիսուսին։ Գալիս է նա մեզ տանի վեր, Սուրբ Երուսաղեմ, մենք սպասում ենք քեզ Հիսուս, մեր փրկիչ և արարիչ, ամեն, երեխեք պատկերացրեք բոլորս միասին կսպասենք Հիսուսին ու բոլոր երկիչները միասին ոչ թե կագնկալեն բեմերից փառք, այլ կագնկալեն որ բոլոր բեմի ժողովուրդը փառաբանեն Հիսուսին, տարբերությունը շատ մեծ է։ Ու գիտեք, ինչքան ընտանիքներ կապաշխարեն, ինչքան ընտանիքներ կվերամիավորվին, ինչքան ընտանիքներ կբժշկվին, ինչքան ընտանիքների երեխեքի կոդրած սրտերը կվերականգնվին, փառք Հիսուսին, ժողովուրդ ջան, միշտ մտածեք որ վատ բաներ որևէ մեկի հասցեին չխոսակ, եթե ինչ որ մի վատ լուր կիմանաք, պարզապես Տերը այդ վատ լուրը մեզի կհայտնե մեր պարզ պատճառով որ աղոթենք ընտանիքների համար։ Եթե ինչ որ մեկը մեզի ցավ կպատճառե, ինքը ցավ չի պատճառոր մենք իրանից հեռանանք։ Ինձ Աստված էս խոսքն էսել։ Եսօրվանից ինքը դարձավ քու հիվանդդ։ Ով որ քեզի ցավ ծնե, դու իրան ընդունե որպես քու հիվանդդ, որն որ պարզապես քու աղոթքիդ կարիքն ունի։ Ինքը եսօրվանից ոչ թե քեզի ցավ ծնող, այլ քու հիվանդ է դարես դու իրա բժիշկը Տիրոջով։ Սիրելիներ, պարզապես եկեք աղոթենք ոչ մենակ Անդրեի ու Անիի ընտանիքի համար, այլ բոլորի ընտանիքների համար։ Թող քանդվի սատանայի բոլոր ծրագրերը մեր բոլորիս ընտանիքներից ու կյանքերից։ Թող Աստծու կամքը իրականանա մեր բոլորիս կյանքերում Հիսուսի զորավոր անունով։ Ու հիշեք, միաբանության մեջ կա մեծ զորություն, միաբանության մեջ կա մեծ ուժ։ Ու կա այն պահը հասնի որ ես աղոթեմ, վերջացնեմ այսօր փոցեզի հետ միասին ու մենք լսենք այն լուրը, որ արդեն վերակառուցվել է ընտանիքը ու դարձել են ել ավելի սիրով, ել ավելի հավատքով ու դարձել են Տիրոջը։ Միգուցե Տերը թույլ է տվել, որպեսզի ցույց տա իրանց ովքեր են իրականում իրանց կողքին կանգնած։ Գիտեք, մեր նեղության ժամանակ որ մենք շատ հաճախ կիմանանք թե ով է մեր հարազատը, ով է մեր բարեկամը։ Հարուստի ընկերները միշտ շատ են, բայց աղքատի ընկերները կամ աղքատ ընկերներ չունի, սպես որովհետև մարդիկ ավելի շատ փող փառք դիր կսիրեն։ Մի տրորեք ընկածին, որովհետև չգիտեք թե ամեն մենգած միամ Հովսեփ է։ Ես կհավատամ որ Անդրեի վրա կան հարձակումները շատ ուժեղ է, որովհետև ինքը պետք է դառնա հզոր քարոզիչ, հզոր ծառայող Աստծո փառքի համար, Աստծո մեծ գործերի համար, պետք է կատարի Աստծո կամքը, շատ-շատեր իրան միջոցով պետք է ապաշխարության կա, դարձիկան ու իրա ընտանիքի հետ միաժամանակ, միաբանության, սիրո մեջ պետք է փառաբանեն Աստծուն բոլորիս հետ միասին։ Թող փառավորվի Տերս հավիտյան։ Ուղղակի հավատացած եղեք որ կա միաբանության մեջ
մեծ միաբան աղոթքի մեջ մեծ զորություն, մեծ ուժ, եթե մենք բոլորս միաբանվենք ու Սուսիով տանք, սարեր շուր կտանք ու սատանայի բոլոր ծրագրերը կքանդվին։ Պարզապես աղոթենք բոլոր եւ Անդրեի ու Անիի ընտանիքի հետ կապված փառք Աստծուն այս ընտանիքի համար, որովհետեւ հիանալի միջոց հանդիսացա, որպեսզի շատ շատերի ընտանիքների համար ես այսօր ձեզ հետ միասին աղոթեմ ու վերակառուցվին շատ ընտանիքներ ու միավորվին շատ ընտանիքներ ու ապաշխարեն շատ ընտանիքներ, Աստծո խոսքին հաղորդելին շատ ընտանիքներ, Աստծո խոսք իրանց կյանքի մեջ առաջի տեղ տնեն ու շարունակեն Տիրոջ կամքը փնտրել, Տիրոջ հետևից ընթանալ մինչև հավիտյան օրեր։ Իսկ մի աղոթենք, սիրելիներ։ Ծածկեմ ես իմ գլուխը, ասենց միշտ Տերս ցույց կտա, որ ճիշտ է, երբ որ մենք մեր գլուխները ծածկած կաղոթենք, ժողովուրդ ջան։ Հայր, հիմա խոնարհվում ենք քո փառքիդ, գահիդ մեծության դառաջ։ Բերելով մեր սրտերը հանձնվում են քեզ ամբողջությամբ, Տեր, ներիր մեր բազում, գիտագից ու անկիտագից բոլոր մեղքերի համար։ Թող փառավորվի քո մեծ ու հզոր անունը, Տերերի Տեր հզոր Աստված, թակավոր, թակավորած։ Դու սիրող Աստված ես, դու ներող Աստված ես, դու քթած Աստված ես, դու ողորմած Աստված ես, դու մեծ սիրով սիրում ես մեզ բոլորիս, որովհետև քո սիրելի որդուդ, մեր սիրելի Փրկչին զոհեցիր մեր մեղքերի թողության համար։ Փառք, պատիվ քեզ, գոհություն, շնորհակալություն քեզ, իմ Աստված։ Շնորհակալ ենք Անիին ու Անդրեին իջար հետ միավորելու համար, ինչպես նաև իրենց երեխային։ Շնորհակալ եմ օգնելու նրանց, որպեսզի քեզ ավելի մոտենան, որպեսզի ապաշխարեն, իրենց սխալները երկուսն էլ հասկանան, որովհետև երկուսն էլ ունեն մեղքեր ու սխալներ, Տերս։ Եվ դարձիկան, Տերս, ես գիտեմ, որ նրանք քեզ աղոթում ու աղաղակում են, դրա համար ես մեզ հավատացյալներիս իժար հետ այսօր միավորել, որպեսզի աղոթենք այդ ընտանիքի համար, այդ ընտանիքի միավորման համար, վերակառուցման համար, որպեսզի փառաբանեն իրենց քաղցր ձայնով քեզ, ու շատ շատերը բեմից փառք տան քեզ, ոչ թե Անդրեին ու Անիին, եւ իրենց համար են Հիսուսի երկրպագուները, ոչ թե Անդրեի ու Անիի երկրպագուները։ Փառք քեզի Տերս, փառք քեզի Հիսուսս, դու հավիտյան կենթանի Աստված ես, դու հավիտյան փառքերի ես արժանի, դու հավիտյան պատվի ես արժանի, մեծ ու հզոր Աստված, դու արարիչն ես աշխարհի, փառք քեզ Տերս։ Կաղոթեմ բոլոր միացողների ընտանիքների համար, այն ընտանիքները, որոնք որ քանդվել են սատանայի կողմից, Հիսուսի զորավոր անունով, կկանգնեցնեն պատնեշներ, հրեշտակային մեծ բանակներ իրենց ընտանիքների, իրենց կյանքերի շուրջը։ Եվ Հիսուսի այրան պաշտպանությունը քրճակեմ ամեն մեկիս ընտանիքի շուրջը, որպեսզի կա կատարյալ ապաշխարություն, կատարյալ բժշկություն, կատարյալ ազատագրում։ Թող փառավորվի քո մեծ ու հզոր անունը հավիտյան, մեր բոլորիս կյանքերում։ Դու լույսն ես մեր կյանքերի, դու հույսն ես մեր սրտերի, քայլիր մեր միջից, խոսիր մեր միջից, երազիր մեր միջից, օշնիր մեր ամեն մեկիս միտքը, ամեն մեկիս սիրտը, բաց մեր հոգու մտքի աչքերը, որպեսզի ցանկացած հարցի նայեն քո աչքերովը, Տերս, փառք քեզ Հիսուսս, պատիվ քեզ Հայրս, փառք, պատիվ քեզ, փառք քեզ, փառք, պատիվ, գոհություն, շնորհակալություն քեզ։ Հավիտյանս, հավիտենից փառքերի ես արժան, Տերս, եւ հիմա, եւ մինչեւ հավիտյան օրեր, ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքդ լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելիներ, ես կհավատամ, որ բոլորս շատ շուտով պիտի իմանանք շատ լավ լուր, որ Անդրեն ու Անին մեր աղոթքների շնորհիվ, մեր սիրո հոգատարության շնորհիվ նորից կվերամիավորվի։ Ու կուզեմ, որ իմանաք Անդրեյ ու Անի ջան, մենք ձեզի շատ կսիրենք,
Մենք բոլորս ձեր կողքին կանգնած ենք։ Ձեր մասին վատ խոսածողները մարդիկ չեն, այլ սատանան ու թևերն են, որոնք կուզեն ձեզի ջարդեն ու փշրեն։ Բայց մենք ձեզի կսիրենք, ձեր կողքը կկանգնենք աղոթքներով ու կսպասենք ձեր վերամիավորմանը, ինչպես նաև կսպասենք, որ շատ ընտանիքներ նորից պիտի վերամիավորվին Հիսուսի զորավոր անունով։ Ապաշխարեք ձեր մեղքերից, ամեն մեկը սխալները ձեր ուղեք, ձեր երեսը դարձրեք Աստծուն ու հավատացեք, որ Աստված դեռ ձեզի հետ շատ մեծ գործ ունի ու ամեն ինչ դեռ նոր է սկսվելու ձեր կյանքում։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։